Այսպիսով հնարավոր է դուք ունենում եք ֆիզիկական առողջության հետ կապված մշտական խնդիրներ, կամ մշտապես մեղքի մեջ եք ընկնում, կամ ձեզ մոտ մշտապես ֆինանսների հետ կապված խնդիրներ են առաջանում, կամ ձեր ընտանիքին մշտապես հետապնդում են դժբախտ պատահարները, այնպես որ ձեր ընտանիքի բոլոր անդամները վնասվածքներ են ստանում, ավտովթարների մեջ են ընկնում, կամ տան տանիքը փլվում է առանց պատճառի, եւ դուք հասկանում եք, որ դրանում բնական ոչինչ չկա։ Ամենայն հավանականությամբ այդ խնդիրները հոգեվոր արմատներ ունեն։ Հինգերորդ խնդիրը, որը շատ ավելի հաճախ, քան մենք ենք մտածում, կարող է ունենալ հոգևոր արմատներ, դա հուսահատությունն ու դեպրեսիան է։ Աստվածաշնչում ասված է. «Եվ Տիրոջ հոգին հեռացավ Սավուղից, եւ մի չար ոգի Տիրոջ կողմից նեղում էր նրան»։ Առաջին Թագավորաց 16:14։ Եսայա 61:3-ում ասված է. «Գովաբանության պատմուճան, հուսահատ հոգու փոխարեն»։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այն բանին, որ այն դրվագները, որոնք նման էին կլինիկական մանիայի, որը զգում էր Սավուղը, ֆիզիկական խնդիր չէին, այլ հոգևոր խնդիր։ Մեր ժամանակներում նրա մոտ ամենայն հավանականությամբ կանխորոշեին կլինիկական դեպրեսիա, բայց Աստվածաշնչում ասված է, որ այդ խնդրի արմատը հոգևոր էր։ Չար հոգին, այլ ոչ թե նրա ուղեղում քիմիական նյութերի անհավասարակշռությունն էր նրա իրավիճակի պատճառը։ Նույն բանի մասին է խոսվում նաև Եսայի մարգարեի գրքում, որ մարդուն կարող է համակել հուսահատության հոգին, որի պատճառով նա կգտնվի տագնապի ու ընկճվածության վիճակում։ Ես ոչինչ չունեմ հոգեթերապևտների, ֆիզիկական վարժությունների եւ հոգեբանների մոտ այցելությունների դեմ, բայց դրանցից ոչ մեկը չի լուծի հոգեվոր խնդիրը։ Ինչպես այն դեպքում, եթե ձեր տանը սարդոստայն է հայտնվել եւ դուք վերցնում եք ավելը եւ մաքրում այդ սարդոստայնը, բայց հաջորդ շաբաթ ձեր տանը ավելի շատ սարդոստայն է հայտնվում։ Գաղտնիքը կայանում է ոչ թե սարդոստայնից ազատվելու, այլ սարդին սպանելու մեջ։ Նույնն է նաև այստեղ։ Աստված չի ուզում, որ մենք լուծենք խնդրի ախտանիշները, այլ ուզում է, որ մենք լուծենք դրա արմատը, բայց ամենից հաճախ արմատն անզեն աչքով անհնար է տեսնել, ինչպես եւ ծառի արմատները, թեև դրանք պահում են այն ծառը, որը մենք տեսնում ենք հողի մեջ։ Մեծ ու հզոր ծառը ճյուղերով ու տերևներով պահվում է հողի մեջ արմատային համակարգի շնորհիվ, որը մենք չենք տեսնում։ Արմատները ամենից հաճախ թաքնված են մեր հայացքից եւ այդ պատճառով դրանք ֆիզիկական աչքերով չես տեսնի։ Դրանք կարելի է տեսնել միայն հոգեվոր աչքերով։ Խնդրեք Սուրբ Հոգուն բացել ձեր հոգեվոր աչքերը, որպեսզի դուք կարողանաք տեսնել, թե ինչ արմատներ կամ ինչ բաց դռներ կան ձեր կյանքում։ Ապաշխարեք դրանց համար, դրանք հանեք ձեր կյանքից։ Հռչակեք հաղթանակ Հիսուսի անունով։ Դիտելով այս տեսանյութը ձեզանից ոմանք հնարավոր է ասեն, թե լավ Վլադ, բայց մենք քրիստոնյաներ ենք։ Երբ մենք ապաշխարեցինք, Հիսուսը խաչի վրա դարավ մեր բոլոր խնդիրները։ Աստվածաշնչում ինչ է ասված այդ մասին, որ Սատանան պարտություն կրեց խաչի վրա։ Դա իսկապես այդպես է։